Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին այցանի քրեական դատարանը նախագահության դատավորներ կմենի կարգապահության նիստերի քարտուղարի Պաշտպանի շարունակում է թիվ ԵԴ1 1772-01-23 գործի քննություն ըստ մեղադրանքի Վարան Ներսիսյանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507 երկրորդ մասով դատական նիստերի քարտուղարի ընդունում զեկուցել կողմերի և մասնակցող հանդեպ դատարան արտոնների մասին։ Պատվարժանական դատական նիստին ներկայացել են Հայերեն Մեղադրոն Եսայաբովյանը, Տուժող Անգելիկ Ամրիկյանը, Պաշտպանի Գյուղկենգոցյանը, Մեղարյա Վարան Ներսիսյանը։ Տուժող Լիազը ներկայացել դատական նիստին չի ներկայացել, վերջին դիմում հայտնել է, որ ներկայումս Էջմիածնումը ստանձնում Միքայել Աճապանյանի պաշտպանություն, ինչպես նաև ավտոմեքենայի երկուսահիմնախախտատեղածների ավտոմեքենան և շուկայում ներկայացել դատական նիստին։ Ինչ առավելություն կա Տուժողի ներկայացուցիչի բացակայության։ Ես չունեմ առավելություն կա։ Դուք ինչ դիտորոշում եք հարգելի Տուժող։ Եթե դատարան դիտի, որ հնարավոր է ստեղծել կողմը որ հետաձգենք, եթե չէ կարող ենք շարունակել։ Դուք ինչ դիտորոշում եք։ Շարունակում է գործի քննությունը, ըստ էության պաշտպանը պետք է միջնորդություն ներկայացնել, միջնորդության օրինակը Տուժողը կփոխանցի ներկայացուցչին, հետևաբար ինչպես չի որ խնդրեմ, ներկայացրեք գրավոր միջնորդություն բարույթը կարճելու մասին, այո։ Պատվարժան դատան 2022 թվականի դեկտեմբերի 12-ին քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի երկրորդ մասով նախաձեռնվել է թիվ 090-044-22 քրեական բարույթը։ Նույն օրվա որոշմամբ բարույթը միացվել է թիվ 091-729-22 քրեական բարույթին։ 2023 թվականի հունվարի 21-ին Վարան Ներսիսյանը նշված քրեական բարույթի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա։ Վերջինիս պարզաբանվել է, որ նա հարցաքննվում է թիվս այլ հոդվածների, նաև քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցանքի կատարման փաստի արդիվ նախաձեռնված քրեական բարույթով։ Նույն գործողության ընթացքում վերջինիս նաև պարզաբանվել է, որ նա փաստացի ենթարկվում է քրեական հետապնդման և նրան տրվել են մեղադրող բնույթի հարցեր։ Վարան Ներսիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել է 2023 թվականի օգոստոսի 2-ին, այսինքն փաստացի քրեական հետապնդման ենթարկվելու պահից 6 ամիս 11 օր անց։ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածը, նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի իմաստով դասում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։ Քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն միջդատական բարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել ավելի քան 3 ամիս ոչ մեծ ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով։ Եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում կիրառվող քրեական մեղադրանք հասկացության կապակցությամբ, մասնավորապես դեպերն ընդդեմ Բելգիայի գործով վճռում, նշել է, որ քրեական մեղադրանք եզրույթը պետք է հասկանալ ոչ թե ձևական, այսինքն փաստաթղթային, այլ բովանդակային իմաստով։ Մեղադրանք հասկացությունը պետք է սահմանել որպես իրավասու մարմնի կողմից անձին պաշտոնապես արված տեղեկացում այն մասին, որ առկա է նրա կողմից քրեորեն հետապնդելի արարք կատարելու վերաբերյալ ենթադրություն։ Վերը նշված դիրքորոշման համատեքստում հանրային քրեական հետապնդման հարուցման պահը պետք է մեկնաբանել ոչ թե ձևական փաստաթղթային իմաստով, այլ փաստացի, այսինքն բովանդակային իմաստով։ Ընդ որում, անձի նկատմամբ փաստաթղթային, այսինքն ձևական և փաստացի, այսինքն բովանդակային քրեական հետապնդումները ժամանակագրական առումով պետք է համընկնեն։ Այսինքն, եթե անձը բարույթի շրջանակներում հարցաքննվում է ենթադրյալ հանցանք կատարած լինելու կասկածի շուրջ, նրան տրվում են մեղադրական բնույթի հարցեր, դրան անմիջապես պետք է հետևի դատախազի կողմից նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը։ Անձն հարցաքննում են պարզաբանելով փաստացի քրեական հետապնդման ենթարկվելու մասին, սակայն նրա նկատմամբ փաստացի չեն հարուցում քրեական հետապնդում, այդ պահից սկսած բնականաբար կաշկանդված է իր քաղաքացիական իրավունքներն անկաշկան իրացնելու հնարավորությունից։ Մասնավորապես, այլ պետություն մշտական բնակության մեկնելու կամ հանգստի մեկնելու ցանկության դեպքում անձը պետք է ձեռնպահ մնա այդ գործողություններից, քանի որ եթե բարույթն իրականացնող մարմինը օրերից մի օր
ինչը կարող է լինել տարիներ անց, որոշի հետապնդում հարուցել նրա նկատմամբ եւ նրան հրավիրի վարույթային գործողությանը մասնակցելու, սակայն պարզվի, որ մեղադրյալը բացակայում է երկրից, վարույթն իրականացնող մարմինը դա մեկնաբանելու է ի վնաս անձի, այսինքն նրա գործողություններում տեսնելու է գործի քննությունից թաքնվելու միտում, դրանից բխող անձի համար լուրջ եւ բացասական դատավարական հետևանքներով։ Ընդ որում նման իրավիճակները բազմիցս հանդիպում են պրակտիկայում, երբ անձիկ ում հարցաքննել է մեղադրանքի շուրջ, սակայն մեղադրանք չեն ներկայացրել, կարգանդում են երկիրը լքելուց եւ մեկ այլ երկիր մշտական բնակության տեղափոխվելու իրենց իրավունքն իրացնելուց, ինչպես նաեւ պետական պաշտոն ստանձնելուց, քանի որ մտածում են, որ օրից մի օր, երբ որ իրենք մեղադրյալ կդառնան, խնդիրներ են ունենալու եւ իրենց պաշտոնից ազատելու են։ Օրենսդիրը հնարավորություն է տվել մեղադրանքի կողմին հանցանք կատարելու կասկածանքի շրջանակներում հարցաքննել այն անձին, ում նկատմամբ դեռ հարուցված չէ քրեական հետապնդում, ինչը պարզապես հնարավորություն է վարույթ իրականացնող մարմնի համար, անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ նրան լսելու, դրանից հետո արդեն իսկ եւ մնացած ապացույցների համադրությամբ քրեական հետապնդում հարուցելու։ Սակայն այդ հնարավորությունն անսահմանափակ չէ եւ չպետք է անձին պահի անորոշության մեջ։ Ասվածից հետևում է, որ փաստացի քրեական հետապնդման անմիջականորեն պետք է հաջորդի բովանդակային քրեական հետապնդման հարուցումը։ Եթե այնուամենայնիվ փաստացի քրեական հետապնդման պայմաններում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել, դա դեռևս չի նշանակում, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։ Ուստի բոլոր այն դեպքերում, երբ փաստացի եւ բովանդակային քրեական հետապնդումը չի համընկնում, քրեական հետապնդման ժամկետները պետք է ասվել անձին իր նկատմամբ իրականացող փաստացի քրեական հետապնդման մասին հայտնելու առաջին սպանից։ Այս համատեքստում պետք է արձանագրել, որ Վահրամ Ներսիսյանի վերագրվող արարքը դասում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական հետապնդման ժամկետը 3 ամիս է։ Ինչպես արդեն նշվեց, Վահրամ Ներսիսյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդումը սկսվել է 2023 թվականի հունվարի 21-ին։ Քրեական վարույթը դատարան է հանձնվել նույն թվականի նոյեմբերի 1-ին։ Հետևաբար թույլ է տրվել քրեական հետապնդման ժամկետների խախտում, քրեական վարույթի նյութերը դատարան են հանձնվել օրենքով սահմանված 3 ամսից ուշ, քրեական հետապնդման հարուցման պահից 9 ամիս 10 օր անց, ինչը քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի իմաստով քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ հիմք է։ Ուստի ամբողջացնելով վերօգրյալը եւ հաշվի առնելով քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, միջնորդում եմ Վահրամ Ներսիսյանի նկատմամբ թիվ ԵԴՄ 17-72-01-23 քրեական վարույթով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի հիմքով։ Չեք տրամադրի Տրամադրեմ։ իսկ Մի օրինակ է։ Ըստ էության ներկայացրեց ձեր դիրքորոշում ունեք Այո, պատասխան տամ։ Լիարժեք պատասխան տալու համար փորձում մի փոքր մանրամասն վերլուծել մեր գործող քրեական դատավարության օրենսդրությունը եւ նախորդ քրեական դատավարության օրենսդրությունը, որպեսզի պարզվի ինչի մասին է խոսքը։ Նախորդ քրեական դատավարության օրենսդրության պայմաններում բոլորս քրիշին փոփոխություն եղավ Արևելյան պաշտպանի կողմից նշված մարտիրյանների եւ վկայական դատարանի որոշումից հետո եւ այսպես ասած ներդրվեց վտակասկածելի կարգավիճակ ունեցող անձին։ Այն անձանց մասին է խոսքում, որ հարցաքննում էին որպես վկա, սակայն ըստ էության մեղադրանքի շուրջ հարցեր էր տրամադրվում վարչականություն մարմնի կողմից։ Նշված որոշմամբ ըստ էության մարտիրյանների վկայական դատարանն արձանագրել է, որ այս պայմաններում պետք է անձին ապահովեն մեղադրյալի իրավունքներով եւ պարտականություններով, ըստ էության պետք է բացատրվի նրա դառնալի իրավունքի մասին։ Եվ օրենսդիրը դրանից հետո այդ քննարկումների վճռել դատարանը իր համապատասխան որոշումները ըստ էության պարտավորեցին վարչականացնումեն, որպեսզի նման ընդհանրակարգով արտոնցվեն։ Գործող քրեական դատավարության օրենսդրության 152-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանում է սերով սպիտակի վրա արձանագրված է հետևյալը. հանրային քրեական հետապնդման ժամկետը որոշում է դատախազի կողմից այն հարուցելու պահից։ Իհարկե 151-րդ հոդվածով դատախազ բառը չկա, սակայն ընդհանուր կարգավորումներից է ողջում հանրային քրեական հետապնդման ժամկետը որոշում է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու պահից։
Հանրային քրեական հետապնդում գործող հարուցվել է 2023 թվականի օգոստոսի 2-ին։ Մեղադրական եզրակացություն է կազմվել հոկտեմբերի 31-ին։ Հանրային քրեական հետապնդման ժամկետը ըստ գործող քրեական դատավարության օրենսդրության պետք է լրանալ նոյեմբեր ամսին, եռամսյա ժամկետը, որպես ոչ մրցանություն հանցագործություն։ Ինչ վերաբերում են հանգամանքին, որ անձը մեղադրանքի շուրջ է արձագանվել, անձին սա մյուս կողմից նման անձանց նման կարգավիճակով արձագանվելու իմաստը ողում է կայանում, որ անձին հնարավորություն տրվի պատշաճ պաշտպանվել։ Եվ իմ կարծիքով անձին, երբ որ արձակվում է միաժամանակ մեղադրել իրավունքներ, այդ անձը առավել քան կարողանում է օգտվել իրավունքներից, քան բացարձակապես երբ որ արձակվում է որպես կարգավիճակով։ Եթե օրենսդրի կանգնալին է, որ հանրային քրեական հետապնդման ժամկետը պետք է հոսի փաստացի հետապնդման վիճակից, յուրաքանչյուր անձ, ով ձերբակալվածի կարգավիճակով վերվեր վարկ իրականացնում արանի մոտ, պետք է ձերբակալման մասին որոշում կայացնելու պահից հաշվեր հանրային քրեական հետապնդման ժամկետը։ Սակայն ցանկացած գործով ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձը, վկա կասկածելի կարգավիճակ ունեցող անձը իր համար եւ վարկ իրականացնողի համար, եթե անձն արձակվում է այդ կարգավիճակով, դեռևս պարզ չի կունենա անձը մեղադրելի կարգավիճակ թե ոչ։ Դրա համար օրենսդրի նախատեսել է հանրային քրեական հետապնդման ժամկետների հոսելու հստակ ընդհանրական որոշումը կայացնելու պահից։ Ուստի նման մեկնաբանում առասարակ չի բխում մեր գործող քրեական դատավարության օրենսդրությունից, որ փաստացի հետապնդման վիճակում գտնվող անձի նկատմամբ պետք է հաշվել հետապնդման ժամկետը պետք է հոսա։ Բայց ով է ասել, որ այդ ընթացքում կամ առասարակ հետապնդում կարող է հարուցվել, միգուցե առասարակ չի հարուցվում։ Հակը նաև այն հանգաման փաստարկին անդրադառնալով, որ պետք է անմիջապես դատախազը հաջորդ օրը արձակնվելուց հետո հանրային քրեական հետապնդման հարուցելու մասին որոշում կայացներ։ Հանրային քրեական հետապնդման հարուցելու մասին որոշումը կայացվում փաստերի հիման վրա։ Նշված որոշումից հետո քրեական դատավարության հիմնական հարկադրանքի միջոցները սկսում են նոր կիրառվել անձի նկատմամբ, այսինքն անձը այդ թվում երկրից դուրս գալու հնարավոր է, եթե կիրառվի խափան միջոց, այդ ժամանակ չի կարող դուրս գալ։ Մի շարք այլ հարկադրանքի միջոցներ են կիրառվում եւ սահմանափակումներ են կիրառվում։ Ուստի ուղղակի անձին հարձակողության հրավիրել եւ հանրային քրեական հետապնդում հարուցել, դա առասարակ չի բխում մեր օրենսդրությունից եւ իրավական համակարգից։ Ինչ վերաբերում է երկրից դուրս գնալուն եւ այլ հանգամանքներին, մեղադրել իրավունքն, եթե բացատրել որ խափան միջոց կիրառող չի ցանկացած ժամանակ Հայաստան պետություն սահմաններից դուրս գա եւ ներս գա։ Այս հանգամանքը առասարակ ապշում կարծում եմ սկսած հաստատան հանգամանքների։ Ներկայացված միջնորդությունը ամբողջությամբ գտնում եմ, որ անիմն է, չի պատասխանող քրեական դատավարության օրենսդրությունից, ուստի խնդրում եմ այն դարձնել։ Այսքան դուք ինչ դասեք։ Ինձ հասկանալի է, բայց ես կխնդրեմ, որպեսզի կողմը տրամադրի նյութերը, որպեսզի ես կարողանամ քննարկել իմ փաստաբանի հետ եւ մյուս դատական նիստին հնարավորություն ունենանք ներկայացնել մեր դիրքորոշումը։ Շնորհակալություն տրամադրեք, դժոխք կողմին։ Դատարանը լսելով ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև մեղադրողի կողմից ներկայացված դիրքորոշումը, որոշում է ներկայացված միջնորդությունը մերժել, անիմն պատճառաբանություն, քանի որ հանրային քրեական հետապնդում հարուցելու կարգավորումն ըստ էության գործող քրեական դատավարության օրենսդրությամբ նորամուծություն են, նախկինում նախատեսված չեն եղել այդ ժամկետները, որոնք պարզապես ներմուծվել են գործերը ողջամիտ ժամկետներում քննվելու եւ դատարան ներկայացնելու համար վերաբերում է միջդատական կարգավորություն։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպանական կողմի ժամանակահատվածը, փաստային որ այդ ժամանակահատվածում դեռևս գործող քրեական դատավարությունը չէր ընդունել ուժիվս չէր մտել հետևաբար կարգավորումները վերաբերում չեն վերջնական դատական ակտում, դատարանը որոշակի անհրաժեշտություններ թույլ տվեք իմ վստահողին վերաբերող դերևս արարքի կատարման օրվա դրությամբ գործում էր նոր քրեական դատավարության օրենսդիրքը։ 2022 թվականի 23 է սա։ Այդ մասով ներողություն, ես այդ պահում ամեն դեպքում հանրային քրեական հետապնդման հիմնավորումը ներկայացվեց, վերջնական դատական ակտով արդեն դատարանը կանոնադառնա։ Դատարանը ապացույցների հետազոտումը համարում է ավարտված, քանի որ այլ ապացույցների կատարելու միջնորդություններ չեն արվել։ Կողմերը պատրաստ են եզրափակիչ ելույթների ամեն դեպքում դժոխք կողմն էլ երևի պետք է պատրաստվի, հաջորդ դատական նիստը հետաձգենք